Մենք ամեն մեկս մի ժամանակ ապրում ենք մի կյանքի մեջ, որը կոչվում էր մահվան աշխարհ։ Մահվան աշխարհ դա նշանակում է մեղքի աշխարհ, որովհետև մեղքի վարձքը դա մահը։ Եվ մահվան աշխարհի մեջ Հիսուսը եկավ ու կյանք բերեց։ Մահվան աշխարհը պարտության մատնեց։ Հիսուսը իր մահով ու հարությունով հաղթեց մահը եւ մեզ կանչեց իր կյանքի մեջ եւ դրեց իր կյանքի մեջ։ Եվ այսուհետև մահը պարտված է։ Այսուհետև մահը չունի իշխանություն, որովհետև Հիսուսը հաղթել է մահվանը։ Բայց գիտեք, ցավոք սրտի, այդ կյանքի մեջ մտնելու համար պետք է հավատքով մտնել։ Ցավոք սրտի չէ, դա ուրախություն, բայց ցավոք սրտի ասածի նկատի ունեմ, ոչ բոլորն են ցավոք սրտի քայլ անում հավատքի եւ մտնում այդ կյանքի մեջ։ Եվ դրա համար մեր սրտերի մեջ այնքան կարևոր է մեր սրտից բարձրացած շնորհակալությունը, որ Աստված մեզ ընտրեց ու փոխադրեց մահից դեպի կյանքի մեջ, որ մահվան վրա տվեց իշխանություն եւ մահը այլևս չունի իշխանություն մեզ վրա, որովհետեւ Հիսուսը հաղթել է ու նա ապրում է մեր մեջ։ Գիտեք, նա արժանացրեց մեզ։ Մենք արժան չէինք դրան։ Մենք արժան չէինք, ոչ մեկս արժան չէինք, հակառակը մենք արժանի էինք մահվան։ Որովհետև կա չէ այսպիսի բան, ես գնում եմ մահվան, բայց ես դրան արժանի չէի։ Մենք բոլորս արժանի էինք մահվան։ Մենք բոլորս արժանի էինք դժոխքի։ Բայց այդ արժանի լինելով Աստված մեզ չարժանացրեց մահվան։ Աստված մեզ արժանացրեց երկնքին։ Եվ ոչ միայն երկնքին, որդի դարձրեց։ Ոչ թե ուղղակի երկինք ենք մենք հայտնվում ուղղակի ծառա կարգավիճակի մեջ։ Մենք հայտնվում ենք երկինք որպես իր որդի։ Ամեն, որպես որդու կարգավիճակով։ Ամեն։ Դրա համար այնքան կարևոր է մեր սրտերի մեջ գիտակցենք ով ենք մենք ու ինչ արեց Հիսուսը եւ ուր է մեզ տանում։ Եվ այսօր ես այսօրվա քարոզը հենց այդպես եմ կոչել. նա արժանացրեց մեզ։ Նա արժանացրեց մեզ։ Մենք արժան չէինք այդ ամենին։ Նա է մեզ արժանացրել։ Կողոսացի առաջի գլուխ 12-րդ խոսքում Պողոս առաքյալը գրում է Կողոսացիների նամակ եւ ասում է նամակի մեջ 12-րդ խոսքում առաջի գլխի. Գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում, որ մեզ փոխադրեց խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռով ունենք փրկություն, նրա արյունով մեղքերի թողություն։ Մենք արժան չէինք, բայց նա մեզ արժանացրեց եւ փոխադրեց իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռով ունենք փրկություն։ Ամեն։ Այնպես որ ես եւ դու արժանացել ենք դրան։ Գիտես, բայց արժանացած լինելով, երբ որ մենք գիտակցում ենք, որ մենք արժանացել ենք, երբ որ գիտակցում ենք, որ Տերն է մեզ արժանացրել, շատ անգամ մենք գալով եկեղեցի, գալով Տիրոջ տուն, ապրելով Տիրոջ հետ, գիտեք հետարքիրը որն է, մենք սկսում ենք մեր անցած կյանքի մասին խոսել այնպես, կարծես մենք արժան էինք։ Կարծես ես եւ դու արժան էինք ավելի լավին։ Արժան ենք, բա գիտեք ես ով եմ եղել։ Կա չէ այդպիսի մտածելակերպ։ Ես եղել եմ այսպիսին, ես եղել եմ այն, ես եղել եմ այն։ Այո, մենք եղել ենք, խնդիր չի։ Մենք կարող է շատ տաղանդաշատ լինենք, այնպես չի, որ այդ տաղանդները վատ է։ Գիտեք հարցը որն է, որ շատ անգամ մենք պարծենում ենք մեր անցած կյանքով, թե մեղավոր կյանքով, թե մենք ինչեր ենք արել։ Լինելով արդեն Քրիստոսի մեջ, մենք պարծենում ենք, թե ինչ ենք արել անցած ժամանակներում։ Կարծես դե լավ էր էլի։ Կա չէ, երբ որ հին սերունդը հիշում ով է հիշում սովետական հասարակությունը։ Գիտեք, շատ անգամ, երբ որ սովետական հասարակությունից խոսում են, մեծ սերունդը ասում է, կալբասը գիտես ինչ արժեր։ Հիշում է այն հին ժամանակները, բայց ես ասեմ այնքան էլ լավ չէր։ Որոշ առումով ես էլ եմ հիշում։ Նեշի 70-ական էլ եմ ես։ 70 վերջ եմ, 9 եմ, բայց ինչ որ է, հիշում եմ։ Հիշում եմ ինչ որ չափով, մանկության չափով, բայց հիշում եմ շատ բաներ, որ այո, այն ժամանակ էլ այդպիսի ազատություն չկար։ Մենք չէինք կարող այսպես հավաքվել ու մեր Տիրոջը փառաբանել ու մեծարել։ Մենք չէինք կարող, հիմա ավելի շատ ազատություն կա։ Ոչ միայն ավելի շատ ազատություն կա, հիմա ազատություն կա։ Ու եւ այլ, ես չեմ ուզում խոսեմ սովետական հասարակության ճղճին վիճակի մասին, բայց ես ուզում եմ հիշենք, որ շատ անգամ մարդիկ երազանքի պես են հիշում հինը։
Եվ մենք երբ որ փոխադրվեցինք, ինչպես նայեք ասում է, որ մեզ փոխադրեց խավարի իշխանությունից, մենք պետք է գիտակցենք, որ Աստված մեզ խավարի իշխանությունից է կանչել հանել դեպի իր որդու արքայության մեջ։ Եվ այդ խավարի իշխանության մասին պարծենալով խոսելը, կարծես մենք լավ էր այդ խավարի իշխանությունում ապրելը, լավ էր, ինչի ենք մենք հետ եկել, ընդհանրապես դեպի լույսը։ Կարծես այդ մեղավոր ապրելակերպը այն սրտի յուղն էր մեզ, այն վաղ գիտես ինչեր էինք անում, խոսում է շատ անգամ քրիստոնյաների մասին ու կարծես իրանք մի քիչ sense թույլ իրանց պահեն, իրանք շատ սիրով կվերադառնան այն հին կյանքի մեջ, որովհետև սիրում է այն վաղտերը ու գիտես, եթե մինչև այդ տրտմած էր այն հինից խոսալուց ժպիտ է գալի դեմքին։ Հինից խոսալուց գալիս է գիտես, կա չէ, մենակ տաքսի եմ քշել ես, գիտես վախտին։ Ու ես տաքսի մենակ տաքսի չեմ քշել, չէ։ Գիտես ինչ գործերի եմ եղել ու մենք հիշում ենք մեղքի կյանքը, ես չեմ ասում մեր հին կյանքը ամեն ինչը մեղք է եղել։ Հին կյանքում կարող է շատ լավ տաղանդներով լցված մարդ ես դու։ Ես չեմ ասում տաղանդներն ա վատը, ես ասում եմ մեղքի ապրելակերպն ա վատը։ Ու մենք շատ անգամ հիշում ենք մեղքի ապրելակերպը սիրով։ Ոչ, մենք պետք է ատենք այն մեղքի կյանքը, որտեղից Աստված մեզ հանել է։ Եվ երբ որ մենք գիտակցում ենք ով ենք եղել մենք ու չենք սիրում մենք այդ կյանքը, որտեղից Աստված մեզ հանեց, մենք կարող ենք գնահատել այն ինչ որ արեց Հիսուսը մեզ համար։ Որովհետև չկա շատ անգամ գնահատական Հիսուսի կատարած գործի նկատմամբ, որովհետև մենք չենք կարևորում, արժևորում Հիսուսի կատարած, որտեղ մենք մտածում ենք մենք լավն ենք եղել, ինչ ենք արևոր։ Կա չէ այսպիսի բան, ինչ եմ արևոր։ Ում եմ ինչ վատություն արել։ Կա չէ մարդկանց հետ խոսում ես, ես վատություն ոչ եմ արել։ Սաղին լավություն անելով ման եմ եկել։ Ու կարծես ինչի համար է Հիսուս ընդհանրապես իմ համար խաչվել, ես արժանի էի դրան։ Արժանի է, որ ինձ ընդհանրապես Հիսուսը որ եկավ ու խաչվեց իմ համար, ես դրան արժանի եմ եղել։ Ես այնքան լավ մարդ եմ, չկա քեզ նման, դու ես աննման, մենք մեր մտքերի մեջ, մեր կարծիքի մեջ, մենք կենտրոնում ենք ու ամեն բան պետք է շպտտվի մեր շուրջը։ Տոնածառի նման, չէ՞, ասես տոնածա, երեխեքը մանկապարտեզը միշտ մեկ տոնածառ ջան, տոնածառ, ինձ սիրուն, ես իմ մանկապարտեզի չեմ հիշում։ Չգիտեմ հիմա մանկապարտեզի այդ տոնածառի կողքը պտտվում են, թե չէ։ Մեր ժամանակ պտտվում ենք տոնածառ ջան։ Ու մենք մեզ դնում ենք այդ կենտրոնական տոնածառի այդ կարևոր դերակատարի տեղը, ու մենք ասում ենք մենք արժանի ենք։ Հիսուսը ինչ որ արեց, բահալու չաներ։ Այդ վերաբերմունքը, որը սխալ մտածելակերպ է, այդ վերաբերմունքը, որ չկա արժևորություն, արժևորել Քրիստոսի կատարած գործին նկատմամբ, դա նրանից է գալի, որ շատ անգամ մենք մտածում ենք, որ մենք կայինք այդքան։ Մենք չենք։ Մենք չկայինք։ Գիտեք հետարքիր մի բան, որ Պողոսը իր մասին արտահայտվում է։ Ասում է մի վիժվածս։ Ինք իր մասին, առաքյալներից հետինը, որ արժան չեմ առաքյալ լինելու։ Դուք պատկերացնում եք իրան ինչ ասում, ես արժան չեմ։ Իսկ մենք ով ես արժան չեմ։ Բայց որ Պողոսի անցածը նայում ես, նա մանկուց, նա մեծացել Աստծո տան մեջ, Աստծո խոսքով դաստիարակվել եւ այլ, ու հենց որ Հիսուսին տեսավ, մի բան հասկացավ։ Արժան չի ինքը։ Բայց մյուս բանը հասկանում է, որ նա իրեն արժանացրել։ Առաքյալներից հետին, բայց նա արժանացրեց առաքյալի, նա արժանացրեց Աստծո որդու կոչմանը, նա արժանացրեց այդ ամենին, հա? Բայց ինքը իր մասին այդ վեհ կարծիքը չուներ, ով էր ինքը, ով ես։ Փարսադանի, ես միշտ այդ օրինակը բերում եմ, չէ՞, ինձ sense հիշում եք մի բան, այդ եսի մասին խոսալուց այդ միշտ հիշում եք, ես Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ ստեղ ու ինձ ասեն։ Այդ մեր ես, այդ մեր այդ ով եմ ես եղել վիճակը, իմիջիալոց մեր ազգի մեջ շատ ուժեղ կա այդ ամենը։ Մեզանից լավ մի հատ էլ փորձի, ով կա մեզանից լավ։ Երբ որ մենք մեր ազգի մեջ ենք նայում, ազգերի մեջից յուրընտիրը մենք ենք։ Ադամն էլ հայ եղե, Գորբաչովն էլ հայ եղե, են էլ հայ եղե, համ լավերն են հայ եղե, համ վատերն են հայ եղե։ Սա հայ են։ Մենք ուզում ենք հայկականացնենք այդ, որտեղ մենք ուրիշ ենք։ Երբ որ գալիս ենք ազգի մեջ, ես իմ ընտանիքը, ինչ հլա համեմատյով նրանք, մեզ միշտ համեմատում են նրանք, մենք ուրիշ ենք, քան նրանք։ Այդ մեր հպարտությունն է ազգի։
Ու մենք մտածում ենք մենք այդքան կանկում ենք, այդքան արժանի ենք։ Ոչ, մենք արժանի չէինք։ Մենք հակառակին էինք արժանի, ինչ որ արեց Հիսուսը մեզ համար։ Մենք արժանի ենք հակառակին, բայց նա մեզ արժանացրեց։ Ու երբ որ դա մենք հասկանում ենք Քրիստոսի կատարած արժեքը, գինը, արժևորում ենք ինչ արել Հիսուսը մեզ համար։ Երբ որ մի բան քեզ համար շատ արժևոր է, դու շատ ես պահում դա թանկ քո սրտի մեջ։ Եթե դու գիտես ընկերությունը արժեք է, դու կպահես, որ չկորցնես։ Եթե դու գիտես, որ եղբայրությունը արժեք է, դու կպահես, որ այդ եղբայրությունը չկորցնես։ Եթե դու գիտես ինչն է կորցնում մա, սենց ասեմ, այն թանկարժեք այն մատանին, որ ունես, ոսկյա, կամ ականջողեր, կամ վզնոց, ոնց ես պահում։ Այն որ մի քիչ երկար տնից գնում ես երկար, ինչ ես, ոնց ես ան, վերջին այդ ցեպը բան ասում ես, վեկալար, չթողիր չէ տունը, հատուկ կամ վերցրիր հետդ, մարդ ես էլի, մարդ ես, չէ։ Եթե մի բան արժեք է, դու դրան նկատմամբ վերաբերմունքը փոխվում է ուրիշ ձև։ Դու նրա նկատմամբ պահում ես ուրիշ կերպ։ Դրա համար մեր կյանքի մեջ մենք պետք է գիտակցենք Քրիստոսի կատարած գործի արժեքը, բայց նենց չի, որ մենք դրան արժանի ենք։ Նա մեզ արժանացրեց։ Նայեք առաջի Կորինթացի 15-րդ գլխում Պողոսն իր մասին ինչ ասում։ Ես հիշատակեցի, բայց հիմա ուզում եմ այդ տեղը կարդալ։ 15-ի 8-րդ եւ 9-րդ խոսքը։ Ամենից հետո իբր թե մի վիժվածի ինձ էլ երևաց։ Ինքը իր նկատմամբ ինչպես է վերաբերվում։ Վերաբերվել չէ, ինչպեսին, ամենք, ինչպես, ով ես, չէ։ Եվ հետո ասում է, որովհետև ես առաքյալների հետինն եմ, որ արժան չեմ առաքյալ կոչվելու, որովհետև Աստծո եկեղեցին հալածեցի։ Պատկերացնում եք իր գիտակցումը, իր անցած կյանքի ով լինելը։ Մեծ արժան էր, չէ՞, Պողոսը։ Ոչ թե որ իր գործերով, այլ որ Տերը արժանացրեց։ Որ եւ այսօր մենք այսօր Պողոսի գրածները այսօր հենց օրհնություն ամբողջ մենք տեսնում ենք առաքյալներից ամենաշատ գործած, ամենաշատ ուսմունքային եւ այլ Պողոս առաքյալի ինչքան Աստված օգտագործեց ու մինչեւ այսօր ու մինչեւ վերջել մինչեւ Քրիստոսի գալը բայց Պողոսի միտքը իր հին կյանքի նկատմամբ ինչպես էր։ Իսկ մենք այսօր որ շատ եսին Պողոսել չենք։ Եսիմ ինչքան պիտի հասնենք Պողոս, մենք ոնց ենք մտածում մեր մասին։ Ով ենք եղել մենք։ Անարակ որդու առակ ով է հիշում։ Հիշում եք անարակ որդին երբ որ եկա հորից վերցրեց իր ամբողջ ունեցվածքը ու գնաց, վատնեց, անարակ կյանքով ապրեց։ Եվ մենք տեսնում ենք կորցրեց ամեն բան։ Հասավ մի վայրի, որը խոզերի կերակուրն էր։ Եվ ինքը խոզերի կերակուրից ուտում էր։ Ասում է, չեր էլ է ուտում, ասում է, երազում էր ուտել չէին տալի։ Հենց է գրված է։ Բայց նա ինքն իրան գալով ասեց. Վեր կենամ հորստուն գնամ։ Չնայած արժան չեմ, ինչ չեմ, որդի լինելու, բայց որպես ծառա գնամ, էլի, ինչ կլինի որ, բայց արժան չեմ։ Ու մենք ինչ ենք տեսնում, հայրը արժանացրեց, որդի կարգավիճակը, բայց նա ինքը իր մեջ մտածում էր, որ նա արժան չի։ Իր մտածելակերպը, իր վերաբերմունքը, իր արածի նկատմամբ, իր վերաբերմունքի նկատմամբ, նա այդպես էր մտածում ու վերաբերվում։ Դա է բերում ճշմարիտ ապաշխարություն։ Գիտեք ինչ է նշանակում ճշմարիտ ապաշխարություն։ Երբ որ մարդը գիտակցում է իր արածը, երբ որ մարդ գիտակցում է արածը, կանգ առնում ու չի ուզում այդ կյանքով ապրի։ Շրջվում է ու վերադառնում է հակառակ ուղղությամբ, նա հետին է մնում իր անցած կյանքը։ Եվ նա այլևս չի վերադառնում այդ կյանքին։ Հիշում եք Զաքեոսը, որ բորը կարճ էր։ Երբ որ Հիսուսն ասեց Զաքե, այսօր քո տուն եմ գալու։ Ուրախացավ Զաքեն, պատրաստություն տեսավ։ Ու գիտեք ինչ ասեց Զաքեն տան մեջ, երբ որ խնջույքի սեղանին նստած էին։ Ում ինչ որ վնասել եմ, քառապատիկը կվճարեմ։ Ինչ եք տեսնում, փոխված կյանք։ Այո, ու ասեց Հիսուսը ինչ։ Հիսուսն ասեց հետևյալը, որ
այս տանը փրկություն եղավ։ Իսկ մենք տեսնում ենք մարդիկ ինչպիսի կյանքով ապրում են, գալով Քրիստոսին շարունակում են։ Նայեք, նա արժանացրեց մեզ, ճիշտ է։ Երեք կարևոր գիծ, որ այսօր ես ուզում եմ մենք հասկանանք։ Մենք արժան չէինք, մեկ։ Նա արժանացրեց երկուս, եւ կա արժանացրած կյանքի համեմատ ապրելակերպ։ Արժանի ապրելակերպ Քրիստոսի աշկերի առաջ։ Եվ հենց այդ process-ն է, որ կոչվում է ճշմարիտ ապաշխարություն։ Չէ՞ որ Աստծո խոսքն ասեց արտապաշխարության արժանի պտուղներ բերեք։ Ամեն։ Այնպես որ անառակ որդին Ղուկասի ավետարան 15-րդ գլխում է գրված 19-րդ խոսքը, հետո 21-րդ խոսքը։ Եվ վեր կացավ եկավ է իր հոր մոտ, եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսավ նրան, գութը շարժեց, վազեց նրա, վզովն ընկավ եւ համբուրեց նրան։ Ես ասեցի 19-րդ խոսքը։ 19-րդ խոսքում այստեղ ասում է. «Եվ այլևս արժանի չեմ քո որդի կոչվելու, ինձ քո վարձկանների մեկի պես արա», որից հետո հայրը տեսնում է, վզովն է ընկնում 20-ը։ Եվ 21 ասում է, եւ որդին ասեց նրան. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ, քո առաջ եւ ես չեմ արժանի քո որդին կոչվելու»։ Երկու անգամ շեշտում է, չէ՞, ես արժանի չեմ քո որդի լինելու։ Ու մենք ինչ ենք տեսնում, հայրը վերականգնեց, արժանացրեց որդուն, որդի լինելու։ Բայց այնքան կարևոր է ապաշխարության գիտակցումը նա է, որ յեն ինչի մեջ որ մենք կանք, դա լավ վիճակ չի։ Դրա համար Հիսուսը խաչվեց, որ ես այդ վիճակը չունենամ իմ կյանքի մեջ, որովհետև վիճակի անունն է մահ, սատանայի իշխանություն, որն է մահը, մեղքի իշխանություն, որն է մահը։ Իսկ Աստված ազատեց ինձ մահվան իշխանությունից, մեղքի իշխանությունից։ Եվ այդ ամենը ունենում եմ ես հավատքով։ Ես ոչինչ չեմ արել փրկության համար, նա է արել փրկության համար։ Ես ոչինչ չեմ արել ինձ արժանացնելու համար, նա է ինձ արժանացրեց, անկախ նրանից, որ ես արժան չէի։ Նա ինձ արժանացրեց սուրբերի վիճակում մասնակից լինելու։ Բայց իմ մտքի մեջ ես պետք է հենց այդպես էլ ընդունեմ, որ ես արժան չէի, նա ինձ արժանացրեց։ Ով է հիշում Հովհաննես Մկրտչին։ Հովհաննես Մկրտիչը մեկն էր, որ Հիսուսի ճանապարհն էր պատրաստում։ Հիշում եք ինչ ասեց. ես արժան չեմ նրա կոշիկի կապերը վերառնեմ։ Ասма ծնվածների մեջից նրանից մեծը չկար։ Հիսուսը ինչ ասում, նրանից մեծը չկար։ Հովհաննես Մկրտիչն ասում, արժան չեմ նրա կոշիկների կապերը վերառնելու։ Իսկ մենք ով ես էլ քիչ է, ինձ էլ ավելին։ Գիտեք, մոտեցում, ինչպիսին է քո մոտեցումը, ինչպիսին է քո վերաբերմունքը։ Ով է հիշում հարուրապետը։ Հարուրապետին, որ Հիսուսը իր ծառայի ուզում էր գնա իր տուն եւ իր ծառային բժշկի, հարուրապետը ինչ ասեց. ես արժան չեմ իմ հարկի տակ մտնես։ Ասես մենակ մի խոսք ասա։ Հիսուսը զարմացավ։ Ասես քո ծառան բժշկված է։ Արժանացրեց։ Բայց մարդկանց, երբ որ մարդիկ մոտենում են Հիսուսին, նախ եւ առաջ պետք է գիտակցեն որ արժան չեն։ Նա է արժանացնող Աստվածը, բայց մի ուրիշ ծայրահեղություն էլ կա, երբ որ Տերը արժանացնում է, մեկը մնում են անլիարժեքության մեջ։ Ես ով, ես հող, ես բան չկամ։ Դու արդեն Քրիստոսի որդին ես։ Մի մնա այդ անլիարժեքության մեջ։ Այո, մենք գիտենք ով ենք եղել մենք, բայց իմացի հիմա ով ես։ Մի պատմություն կա, աղքատ որսորդի, ես պատմել եմ, ով է հիշում այդ պատմությունը։ Ով չի հիշում այդ պատմությունը։ Ես ձեզ համար կպատմեմ այդ։ Մի աղքատ որսորդ որսի ժամանակ թագավորը դուրս է գալի որսի, դե թագավորը ընդհանրապես շքախմբով, ձիերով, չէ, դուրս են գալի թագավորական այդ որսի դուրս գալու ժամանակ, մի աղքատ որսորդ պատահաբար ոնց է լինում, անտառում է լինում, եւ թագավորը հայտնվում է մի իրավիճակի մեջ, որ
որ ինքը պետքա մահանար, որս իրան պետքա սպաներ, հա, չէր կարողացել կպնի կամ վիրավոր էր գազանը վիրավորված գազան ավելի սարսափելի վիճակը եւ աղքատ որսորդը փրկում է թակավորի կյանքը այդ որսի ժամանակ եւ թակավորը վերցնում այդ աղքատ որսորդին ու ծարքում է իր երկրորդ մարդը թակավորության մեջ ինքը ամբողջությամբ վստահում է բարձրացնում է երկրորդ մարդը դառնում թակավորության մեջ իրանից հետո ինքը եւ միշտ լինում են մարդիկ որ գալիս են ուսում են չարախոսել ու գալիս են միշտ թակավորին ասում են այ թակավոր դու ես աղքատ որսորդին որ բերեցիր երկրորդ մարդ սարքեցիր նա դավաճանա նա միշտ քո թշնամիներին հաղորդագրություններ ա ուղարկում տեղն էլ գիտենք որտեղից ա ուղարկում ժամն էլ գիտենք ես էլ գիտենք ամեն ինչ գիտենք էլի ինչ ես վստահել ասում ինչ անում ասում հաղորդագրություններ ա ուղարկում միշտ մի հատ սենյակ կա այդ սենյակից ասում երբ որ այդ սենյակ մտնի ինձ կանչեք ու գալիս են թակավորին ասում են թակավոր արի ու բռնացրու գնա այդ սենյակում ու տես թե ինքը որ հաղորդագրություն ա ուղարկում թակավորը մտնում է այդ սենյակ տեսնում է դատարկ ընդհանրապես դատարկ սենյակ ուղղակի պատից մի հատ որսորդական աղքատ որսորդական այն մաշված որսորդական շորեր ա կախված թակավորը հարցնում ասում է ես ինչ ես արել ես ինչ ես անում այստեղ սենյակում նա ասում է գիտես թակավոր ժամանակ առ ժամանակ ասում է դու ինչ որ հրամաններ ես տալի ինչ որ բաներ ես անում որ այնքան էլ իմ պատկերացումով իմ մտածելակերպով ճիշտ չի ու դեպի քեզ իմ սրտում բարձրանում է հակառակություն բունտ ասում եմ անհամաձայնություն է բարձրանում եւ երբ որ անհամաձայնություն է բարձրանում իմ վիճակը քո սրտի այն ինչ իմ վիճակը վատ է դառնում հա իմ մոտեցումը իմ վերաբերմունքը քո նկատմամբ վատանում է եւ ես միշտ երբ որ այդպիսի վիճակ է գալի ինձ բերում եմ այս սենյակ ու ես նայում եմ այս շորերին ու ես հիշում եմ ես իմ այն որսորդական շորերն ա որ անտառում հագսեր ես հիշում եմ ով էի ես ու հիմա նայում եմ ով եմ ես ու իմ սիրտը այդ շորերի մոտ շտկում եմ դեպի քեզ ու ես հասկանում եմ ով էի ես ու հասկանում եմ հիմա ով եմ ու իմ սիրտ ուղղում եմ քո հանդեպ այնքան կարևոր է այս ամենը որպեսզի մեր սիրտ ուղիղ լինի շտկված լինի հասկանանք ով ենք եղել մենք ինչ արեց Հիսուսը մեզ համար ու ինչա պատրաստել մեզ համար հիմա ով ենք մենք ու մեր սիրտը միշտ ուղիղ կլինի ու մենք կգիտակցենք որ մենք արժան չէինք նա մեզ արժանացրեց բայց այդ արժանացնելուց հետո այնքան կարևոր է մեր ապրելակերպի միջոցով արժանապատիվ մեր հորը անունը պահել արժանի կյանքով վայել կյանքով ապրենք սրբության կյանքով ապրենք Տիրոջ անունը փառավորելու կյանքով ապրենք Գործք առաքելոց 26-րդ գլուխ 20-րդ խոսքի մեջ գրված է այլ առաջ նրանց որ Դամասկոսումը Երուսաղեմումն էին բոլոր Հրեաստանի երկրումը եւ հեթանոսներին պատմեցի ապաշխարել եւ դառնալ դեպի Աստծուն ապաշխարության արժանի գործեր գործելով ուրեմն ետ դառնալ Աստծուն ապաշխարության արժանի գործել գործելով դա նշանակում է երբ որ Տերը մեզ արժանացրեց դրանից հետո մեր ապրելակերպը պետք է լինի ապաշխարության արժանի գործեր գործելը Այսինքն ապաշխարությունը ինքը իր ներսում գործողությունների փաթեթը ապաշխարությունը դա ուղակի ասել չի ես հավատում եմ այո ասելը բայց չի վերջանում միայն ասելով որտեվ ասում է թե սրտով հավատանք շուրթերով դավանենք կփրկվենք այո ասելը բայց հավատել առանց գործերի մեռածը դա ապրելակերպը եւ դա մեր ապրելակերպի մեջ Տիրոջ անունը փառավորելու ապրելակերպը ապաշխարության արժանի գործեր գործելն է նա արժանացրեց որպեսզի մենք արժանի կերպով ապրենք արժանացվածի նման ապրենք ոչ թե ինչպես առաջ էինք այլ ինչպես նա մեզ արժանացրեց հասկանանք ով ենք մենք ես միշտ հիշում եմ երգը ռուսերեն լեզվով են երգը Յանի բուդու Ռաբոմ գրիխա վիդյա դիտյա ցարյա Չէ հիշում եք կարանք երգենք մի հատ ակապելլա
Ոնց էր։ Ռաբոմ գրիխա Ուղղակի միկրոֆոնով մեզ առաջնորդի։ Յանի բուդու ռաբոմ գրիխա վիճա ցարյա Շարունակենք։ Յանի բուդու ռաբոմ գրիխա վիճա դիճա ցարյա Ամեն Իմացի ով ես դու ոչ թե մեղքի գերին այլ արժանացված Աստծո որդի որ ազատ ես դու մեղքի գերությունից հասկացի այն գինը որ քեզ համար վճարվել է ոչ ոք չէր կարող վճարել այդ գինը նա անգին էր գին որ Տերը վճարեց մեզ համար գին որ կյանքի գին էր անարատ գառը որ մեզ համար մորթվեց ու մեզ համար մի բան որ տրվում է ձրի դա չի նշանակում որ արժեք չունի դա այնքան անգին է որ ոչ ոք չէր կարող վճարի դրա համար տրվեց ձրի ու մենք ունենք այդ գինը Քրիստոսին մեր մեջ հիշում եք Աստծո արքայությունը նմանացվեց մի գանձի որ միտեղ պահած է երբ որ մարդը գտնում ամեն ինչ ունի ծախում է միայն այդ գանձը ունենա մենակ ունենա չէ որ Հիսուսն ասեց եթե ուզում եք իմ հետևից գաք պետք է ինչ անեք թողնեք հայր մայր որդիկ արտեր թողնելը չի նշանակում ուրանալ թողնել դա նշանակում է այնքան գնահատել Քրիստոսին որ ամենից առաջ առավել նա ունենալ Եվ հետո կունենաս հայրեր, մայրեր, որդիկ, արտեր, որովհետև դու գնահատեցիր ու գիտակցեցիր այն գինը, որ քեզ համար վճարվել է։ Ամեն։ Այո, այնքան կարևոր է ունենանք մեր սրտի մեջ։ Ունենանք մեր սրտի մեջ Քրիստոսին այն անգին գինը, անգին գանձը, որ կրում ենք մեր հողեղեն անոթների մեջ, ինչպես նկարագրում է Պողոսը։ Հողեղեն անոթ։ Բայց այդ անոթը հողեղեն արժեք չի, արժեքը մեջինն է։ Որն է Տերը։ Ամեն։ Նայեք, Պողոսը նույնպես ինչ է ասում։ Հայտ ներեցեք երկրորդ Թեսաղոնիկեցիների մեջ ես երկու խոսքը համատեղել եմ երկրորդ Թեսաղոնիկեցիների առաջի գլխի 3-ից կարդալու եմ 3-ից 7-րդ խոսքը հետո 10-ից 12 Պարտ ենք ամեն ժամանակ Աստծուց գոհանալ ձեզ համար եղբայր ինչպես արժան է որ ձեր հավատքը խիստ մեծանում է եւ ձեր ամեն մեկի սերն ավելանում է իրար վրա Այնպես որ մենք ինքներս ձեզանով պարծենում ենք Աստծո եկեղեցիներում ձեր համբերության հավատքի համար ձեր բոլոր հալածանքներում նեղություններում որոնց դուք համբերում եք Նա խոսում է Թեսաղոնիկեցիներին եւ հետո ասում է որ դու Աստծո արդար դատաստանի նշան է որ դա Աստծո արդար դատաստանի նշան է Ինչն է Աստծո արդար դատաստանի նշանը Այն ընթացքը որ անցնում էին դժվարության մեջ լինելով, բայց նրանք Աստծո անունը բարձր պահելը։ Դա Աստծո դատաստանի արդար նշանն էր։ Այսինքն այն ինչ որ Հիսուսն ինձ համար արել է, ես այնքան գնահատում եմ, որ իրավիճակները չեն ինձ փոխում ու կանգնեցնում, այլ այդ ընթացքի մեջ իմ լույս ամնում։ Ու Պողոս ասում է դրանցով մենք պարծենում ենք ու ամենտեղ մենք պատմում ենք այդ երևույթի մասին, որն է քրիստոնյա լինելը։ Այդպես է լինելը։ Ու նա ոգևորում է Թեսաղոնիկեում գտնվող եկեղեցուն ու ասում է ապրեք դա ճիշտ է ամեն եւ շարունակության մեջ ասում է դա է նշանն է ասում է արդար դատաստանի Աստծո արքայության որի համար էլ նեղություն եք քաշում որ եթե իրավունք է Աստծո առաջին ձեզ նեղացնողներին նեղություն հատուցանել եւ ձեզ նեղվածներից այդ հանգիստ մեզ է Տեր Հիսուս
Հիսուսի երկնքից հայտնվելում իր զորության հրեշտակներով։ 10-ից նայեք ինչ ասում, 10-րդ խոսքից։ Երբ որ կգա իր երբ որ կգա, որ փառավոր լինի իր սուրբերում։ Ուրեմն Քրիստոսը գալու է, որ իր սուրբերում ինչ լինի։ Փառավոր։ Արդյոք մեր ապրելակերպի մեջ ինքը փառավոր է։ Այդ դա է ապաշխարության արժանի պտուղը։ Այդ դա է ապաշխարության արժանի գործերը։ Երբ որ Տերը գա, մեր մեջ փառավոր լինի ինքը։ Ամեն։ Որ զարմանալի բոլոր հավատացյալներում, որովհետև մեր վկայությունը ձեզ համար հավատացվեց այն օրումը։ Այս պատճառով էլ ամեն ժամանակ աղոթք ենք անում ձեզ համար, որ մեր Աստվածը ձեզ արժան անի ձեր կոչումին եւ կատարի բոլոր բարի հաճությունը եւ հավատքի գործը զորությունով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի ձեզանում, որ դուք նրանում, որ մեր Աստծո եւ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքի պես։ Որ Տերը փառավորվի մեր մեջ։ Այսինքն եթե մեր ապրելակերպի մեջ մի բան, որը կլինի, որ չի փառավորի նրան, դա պետք է փոխվի։ Ամեն։ Եկեք մի հատ sense պատմություն կա էլի սովետական ժամանակների հալածանքների ժամանակա։ Երբ որ հավատացյալներին բանտարկում էին։ Ուրեմն հավատացյալներին բանտարկում էին ու այնտեղ այն հավատացյալը, որ բանտարկված է, ոնց որ այդ միլիցիայության այդ պետը եւ այլ այդ գաղութի այդ նստածը, դե պետը կանչում է իր մոտ այդ հավատացյալին ու ասում է. Ես գիտեմ, որ դու հավատացյալ ես, գործերդ իմ մոտ է, ես գիտեմ որ դու հավատք ունես, եւ ես նույնպես գիտեմ, որ հավատացյալները չեն ստում։ Ասում է ճիշտ ես։ Հավատացյալները չեն ստում։ Ասում է դե որ տենց է։ Կարաս հələ ասես, ի՞նչ է կատարվում ձեր կամերում։ Դու չես ստում։ Ինքը ասում է, ինչ որ տիրոջ ես փառք չի բերի, պիտի չասեմ։ Այն ինչ որ տիրոջ ես չի փառավորում չեմ ասում։ Ոչ թե սուտ, այլ տիրոջ ես փառք չի բերում չեմ ասում։ Գիտեք, ամեն իրավիճակի մեջ, ու գիտեք հետարքիրը որն է։ Նրա այդ վիճակը բերեց հետո արթնություն, այդ կամերում, կամերից էլ սկսեց հաջորդ կամեր, մարդիկ սկսեցին Աստծուն դառնալ, որովհետև մի ուրիշ բան տեսան։ Ամեն, ու Աստված սկսեց օգտագործել անգամ այդ հավատացյալին անգամ այն դժվար տեղերում, որը որ իրականում նախանձավոր էր Տիրոջ անունի համար։ Ամեն, որ Տիրոջը փառք բերի։ Ես չեմ ասում, նայեք, ինքը մեղ չգործեց ոչ այն կողմի մեջ, ոչ էլ այն կողմի մեջ։ Ինքը պատրաստ էր հարվածը կրի իր վրա։ Բայց մեղ չի գործել, թե օրենքի առաջ, թե ներսի օրենքի առաջ։ Հարցը գիտեք ինչի մեջ է, սիրելի եկեղեցի։ Մենք շատ անգամ մեր ապրելակերպով մտածում ենք էդի փառաբանա։ Օրինակի համար կոլեկտիվ, աշխատանքային կոլեկտիվ։ Ինչպես ես աշխատում, կոլեկտիվը քեզ պիտի սիրի։ Սիրում է թե չէ։ Ո՞վ է հիշում նվագախմբի տղաները։ Ֆիլմը հիշում եք։ Հիշում եք այն նոր եկածին, այն որ աչից ու պերկոտ անում։ Այդ նոր եկածի մասին ներսում տղեկ ինչ էին ասում։ Մեծամեծերի աշկի լույսն է։ Ու իրանք սրված էին իր դեմ։ Ինչ անում էին, չկար, ինչ ելնում էր, նեղություններ տարբեր, բայց հետո ընկերացան։ Բայց գիտեք հետարքիրը որն է։ Մարդիկ այսօր կարիք ունեն, որպես հավատացյալ մեզ տեսնեն իրանց մեջ լավ արժեքներով։ Իսկ լավ արժեք Հիսուսն է։ Հիսուսին կոչում էին ինչ։ Մեղավորների։ Չէին ասում մեղավոր։ Նա մեղ չէր գործում։ Մեղավորների ինքեր լինել դա չի նշանակում լինել իրանց պես մեղավոր։ Մեղավորների ինքեր լինել դա նշանակում է լինել հասանելի մեղավորներին։ Մենք շատ անգամ հավատացյալներ ես, այնքան ենք անհասանելի դարել։ Մենք սրբերս, դուք պղծերդ։ Չէ որ խոսքը, մի հատ Աստվածաշնչից էլ խոսքը վեկալենք, ասենք սուրբ էլ սրբվի, պիղծել պղծվի, վերջի ժամանակներն ան, դուք ձեր պղծությունով, մենք էլ մեր սրբությունով, մենք ձեր հետ գործ չունենք։ Բայց դեպքում լավա Հիսուսը մեր հետ գործ ունեցավ, այն երկնային սուրբ տեղից եկավ, մտավ մեր մեջ, մեր աշխարհ ու փոխեց մեր աշխարհը։
մնալով անմեղ ու մնալով սուրբ։ Ահա ինչ պետք է անենք մենք։ Լինելով այս աշխարհի մեջ, որը որ մեղավոր աշխարհ է։ Փոխենք այս աշխարհը, որովհետև ոչ թե մենք ենք փոխում, այլ այն Աստված, որ մեր մեջ է։ Այն ազդեցությունը, որ քո միջոցով կարա լինի, այդ ազդեցության կարիք այսօր կա մեր քաղաքի մեջ։ Այդ ազդեցության, այդ լույսի, այդ խոսքի կարիքը կա այսօր մեր քաղաքի մեջ։ Աստվածը, որ կպնում է մարդկանց, փրկում է մարդկանց, մենք չենք։ Աստվածը, որ բժշկում է մարդկանց, մենք չենք, բայց մենք պետք է ցույց տանք այդ Աստծո տեղը։ Ցույց տանք ով է Աստված ու ինչքան է սիրում։ Ամեն։ Ուրեմն այդ գիծը քո համար բռնել ես, չէ՞։ Մենք արժան չէինք։ Նա մեզ արժանացրեց։ Ու այդ գնահատականը մեր մեջ պիտի բարձրանա, թե ով է Հիսուսը ու ինչ արեց մեզ համար։ Ու արժանի էլ ապրելակերպ պետք է ցույց տանք։ Այն կոչման համապատասխան արժանի ապրելակերպ, որ Տերը մեզ կանչել է։ Ես ավարտին եմ գալիս Հայտնության 3-րդի 4-րդում 4-րդ խոսքում, 3-րդ գլխի 4-րդ խոսքում։ Ասել են, չէ՞ որ հենց Հայտնությունը կարդում եմ վերջն է գալի։ Հայտնության 3-ի 4-ում գրված է։ Բայց մի քանի անձինք ունես Սարդեսի մեջն էլ, որ իրանց հանդերձները չկեղտոտեցին։ Իրանց ինչը չկեղտոտեցին։ Հանդերձը այն արդարությունն է, որ Աստված մեզ հագցրեց, ոչ թե մեր արդարությունը, այլ Տերն է մեզ արդարացրել։ Նա է մեզ արժանացրել, ոչ թե մենք էինք արժանի։ Մենք այդ հանդերձները չունեինք։ Նա հագցրեց այդ հանդերձները, բայց այդ հանդերձները չկեղտոտել, այդի մեր գործն է։ Այս կյանքի մեջ, այս աշխարհի մեջ։ Ասում ունես մի քանիսին, որ իրենց հանդերձները չկեղտոտեցին, եւ նրանք սպիտակներով ման կգան ինձ հետ, որովհետեւ արժանի են։ Ովքեր են արժանի մնում, արժանացրեց Աստված, բայց մնալը արժանի։ Այո, ճիշտ ասես քույրիկը։ Ովքեր ինչ արեցին, պահեցին։ Ովքեր պահեցին։ Ու իրանց հանդերձները չկեղտոտեցին։ Դա այն արժանի պտուղն է, այն փառավորելու Աստծո փառավորելու ընթացքն է, որ այս երկրի մեջ մենք պետք է ապրենք, գործենք։ Ամեն։